Я чувствовала, как интересно. Չորրորդ դասարանում է սովորում Անահիտը, Երևան է եկել սահմանամերձ Տաթևից, 10-ամյա աղջիկը կտրել անցել է 250 կիլոմետր, որ մասնակցի ռուսական տան կենդանի դասականներ մրցույթին, արժանանում է հատուկ մրցանակի, լավագույն դեբյուտ։ Люди, годы и народы убегают навсегда, как текучая вода в гибком зеркале природы. Ավանդույթ դարձած միջոցառման մեկնարկը ազդարարում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը Վադիմ Ֆեֆիլովը կարևոր է համարում, որ գրականության տոնին մեծ ոգևորությամբ մասնակցում են նաև մարզերի աշակերտները։ Ждала аж целых 3 дня, но ситуация не менялась. Գործեր դասականներից ու ժամանակակից գրողներից։ Հայաստանի տարբեր համայնքների 28 աշակերտ ուժերը փորձում է պատանի ընթերցողների միջազգային մրցույթի ազգային եզրափակիչ փուլում։ Конкурс «Живая классика» на самом деле с каждым годом набирает обороты, и в этом году у нас гораздо больше заявок, чем в прошлом. Մրցույթը տարեստարի մեծ թափ է հավաքում, եւ այս տարի մենք ավելի շատ դիմումներ ունենք, քան նախորդ տարի, իսկ դա նշանակում է, որ գրականությունը հետաքրքիր է նոր սերնդին։ Մրցույթը խթան է հանդիսանում, որ ավելի դասերից դուրս ինչ-որ մի բան սովորի, դասերից դուրս ինչ-որ մի բան իմանա։ Մրցույթը ոչ միայն ստուգատես է, այլև յուրօրինակ ակումբ, որտեղ Հայաստանի տարբեր մարզերի աշակերտներ կարող են ինքնադրսևորվել, ծանոթանալ ու շփվել։ Շատ հաճույքով եմ նստում դասերին, ռուսաց լեզուն շատ եմ սիրում։ Մարիան կենդանի դասականներ մրցույթին եկել է ուսուցչուհու ուղեկցությամբ, մոտ 50 տարվա մանկավարժը կրթել ու կրթում է բազում սնունդներ եւ գիտի մի պարզ ճշմարտություն։ Մանկավարժը անկախ որևէ բանից պետք է իր խաչը կրի, ճիշտ կրի, անկախ որևէ բանից, ինչ սիտուացիաներում նա գտնվի, ինչ պայմաններ է, ինչ վիճակ է, ինչ տարիներ է, չէ, նա պետք է իր խաչը կրի։ Հաղթողները 3-ն են, 2-ը Երևանից, 1-ը Գեղարքունիքի մարզից։ Նրանք ամռանը կմեկնեն Արտեկ մասնակցելու եզրափակիչ մրցույթին, որտեղ ուժերը փորձելու է աշխարհի մոտ 80 երկրի պատանի։ Ռուսական տունը առանձնացրել է նաև խրախուսական մրցանակներ անկեղծ կատարման, տեքստի յուրօրինակ ընթերցման, ամենաարտիստիկ մատուցման եւ այլ անվանակարգերի համար։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։